ինչքան պետք է լինի քո անվտանգության բարձիկը։ Հիմա կմտածեք, բա ինչքան պետք է խնայել, որպեսզի այս բոլոր անսպասելի ծախսերի տակից կարողանանք դուրս գանք։ Հիմնական ֆորմուլան սա է. նախնական նպատակ 1 ամսվա կենսական ծախսեր։ Իդեալական նպատակ 3-ից 6 ամսվա համար նախատեսված խնայողություն։ Բայց ես խորհուրդ կտայի փորձեք ունենալ հենց 6 ամսվա։ Արի արագ հաշվենք։ Պատկերացնենք ապրում ես Երևանում, քո հիմնական ծախսերն են վարձ 150,000 դրամ, սնունդ 60,000 դրամ, կոմունալ ծախսեր 40,000 դրամ։ Իհարկե կան այլ ծախսեր, բայց եկեք հեշտացնենք։ Ընդհանուր քեզ պետք է ամսական 250,000 դրամ։ 3 ամսվա ֆինանսական անվտանգության բարձիկի համար քեզ պետք է 250,000 անգամ 3 750,000 դրամ։ Հենց սա է այն թիվը, որ քեզ թույլ կտա գլուխդ հանգիստ դնել բարձին, նույնիսկ եթե 1 ամիս գործդ կանգնի կամ մի ամիս ընդհանրապես եկամուտ չստանաս։ Այս թիվը իհարկե պայմանական է։ Օրինակ մեծ ընտանիքների համար թիվը կտարբերվի։ Եթե ունես երեխաներ կամ ծնողներ, ում աջակցում ես, արտակարգ իրավիճակների ֆոնդը պետք է բնականաբար ավելի մեծ լինի։ Ընդհանուր առմամբ ֆինանսները շատ անհատական են։ Հենց որ փորձեք հաշվեք ինքներդ ձեր համար անհրաժեշտ գումարը։